Իսկ ինչ է տեղի ունեցել 3 կամ առաջի օրը հանրային եթերում կարդում եմ պատվարժան դատարան։ Ոչ ոք չի ասում, ոնց կարող է հոգևորականը պլանավորի, որ Հայաստանի մայրաքաղաքի մի մասի կամ հանրապետության էլեկտրական մատակարարումը դադարեցնի, սաբոտաժ անի, երթևեկությունը կասեցնի, խոսի մարդկանց պատերի տակ գնդակահարելու մասին։ Սա ասում է մի մարդ, եւ դրանից առաջ, այո, ասում է, որ սա աշխարհում ռադիկալ իսլամիզմին է նմանեցնում եւ խոսում է հայ եկեղեցու մասին որպես օտար պետություն պետության մեջ։ Ուղղակիորեն առնչակցելով այս ամբողջ գործընթացին ռադիկալ իսլամիզմ անվարումը մեկը ինձ կոնկրետ այո այդպես է ով ինքը իր վարկով ծայրահեղ տոտալիտար աղանդավորական դրսևորում ունի ամբողջության մեջ։ Մյուս բաները չասեմ։ Մեղադրում է մի անձ գործակալ լինելու մեջ, ում խմբակում անունով ազգանով գործակալ կա, որը չի հերքվել։ Եթե պետք է անուն էլ ասեմ, չի հերքվել ուղղակի։ Մեզ մեղադրում է ասելով, որ ժողովուրդը մերժեց, ժողովուրդը չմերժեց, ժողովրդին դու ռմբահարեցիր, բանտարկեցիր, ամենավերջին աստիճան խաղաղ ցուցարարներին օտար զավթիչի պես։ Հիմա մեզ մեղադրում է մարդը, մի մարդ, մի մարդ է մեզ մեղադրում, ով Արցախ է հանձնել, վաճառել, ով բազմաթիվ զոհերի, վիրավորների եւ անհայտ կորածների պատճառ է դարձել։ Մի մարդ, ում պատճառով իմ երկիրը Հայաստան աշխարհը դարձել է էքսպերիմենտների օջախ, մի մարդ, ով սանձարձակությունն ունի բոլոր առումներով հայ եկեղեցու դեմ արշավի, մի մարդ, ում այս բոլորի համար պարգևավճարի են արժանացրել Աբու Դաբիում, մի մարդ, որը պարգևավճարների պաշտամունք ունի։ Այս մարդն է մեղադրում եւ սրան ոչ ոք չի արձագանքում, ոչ մի, ոչ էլ որևէ մեկը։ Փաստորեն մեր երկրում որևէ ձևով որևէ մեկի իրավունքը պաշտպանված չի, որևէ մեկի, ոչ անձնական, ոչ էլ հավաքական իմաստով։ Դա նորից եմ ես վերահաստատում։ Հիմա գամ հարցում անեմ, ռետորական հարցումս գիտեմ, որ չեն էլ պատասխանել։ Հիմա սա միջամտություն է գործին, ուղղորդումը, հրահանգավորումը, կոնկրետ փաստ, կոնկրետ հոդվածի մասին է խոսել մարդը, կոնկրետ ռադիկալ իսլամիզմ ահաբեկչություն եւ մնացած հանգամանքը, մարդկանց գնդակահարել։ Ես ամիսներ շարունակ ասում եմ, փաստեք, ինչի մասին է այդ մարդկանց գնդակահարելու մասին խոսակցությունը։ Բացարձակ լռություն, քար լռություն, հարգարժան մեղադրողներ իրենց հերթին ապացույցների բազայից չեն ուզում անգամ անդրադառնալ, որի մասին նաև շնորհակալ եմ մեր պաշտպանին հանցագործության մասին հաղորդումը ներկայացված, չգիտեմ կընդունեն վարույթ չեն ընդունի, դա էլ ուրիշ հարց։ Ամիսներ շարունակ ես պահանջում եմ, որ հրապարակային պատասխանեն գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի ղեկավար եւ այլն, բացարձակ քար լռություն եւ հանկարծ հոդված, ուղղակի հոդված։ Դուք ձևակերպեք ինչ է նշանակում այս բանաձևումը։ Հանրապետության էլեկտրական մատակարարում դադարեցում, սաբոտաժ, երթևեկության կասեցում, մարդկանց գնդակահարելու մասին, ռադիկալ իսլամիզմն էլ նվեր։ Հիմա ինչ ասած, հոդված չի։ Հայաստանի Հանրապետության թիվ 1 պաշտոնյան կամ երկրորդ գոնե ուղղորդողը ինքն է խոսում այս մասին։ Ով պիտի սրա ձեռը բռնի։ Պատվարժան դատարան։ Դուք մեզ ասում եք, այո, եւ իրավացի եք։ Շատ իրավացի եք։ Ասում եք, քաղաքական տեքստեր մի ասեք եւ այլն։ Եթե իրավական տեքստ չկա ասելու,
Ինչ տեքստ ասենք բա, մեզ ով է պաշտպանելու։ Պաշտպանները գալիս են որևէ կերպով իրավաբանությանը տարածություն չունի իրենց անելիքները։ Մարդիկ կամ սոցիալական աշխատողի կարգավիճակում են, կամ էլ թե չէ ուղղակի քաղաքական տեքստերով ուզած-չուզած հանդես եկող։ Խնդրեցինք, աղաչեցինք, պաղատեցինք, ճակերտավոր ասած, որ այդ ապացուցողական բազայի մեջ ներկայացրեք այս հարցերը, բացարձակ ոչինչ։ Դրա համար էլ պատվարժան դատարան։ Այն մեկը գնում է Ստրասբուրգում է խոսում, այն մյուսը գնում է Մոսկվայում է խոսում, ընդ որում հիբրիդային պատերազմի մեջ մեղադրող Մոսկվային խոսում, այն մյուսը հանրայինի եթերով ուղղակի հոդվածն է կարդում։ Հիմա դուք ուզում եք ինձ ասել, որ ուրիշ կերպ է լինելու։ Ես շատ մեծ տարակույս ունեմ եւ Վահագն Չախալյանի այս դեպքն էլ դրա վկայություններից մեկն է։ Իսկ ինչ մնում է քննչական կոմիտեի ղեկավարը։ Դուք չպատասխանեցիք իմ հարցերին, չես էլ պատասխանելու, այո, նա այլով եմ խոսում։ Դրա փոխարեն թրաֆիկինգի ենթարկվող քննիչներին ուղարկում ես մարկանց տները, մտավորական մարկանց տները, գնալու զենք զինամթերք փնտրելու։ Եվ այո, հանցագործություն ես անում, դրա պատասխանը պիտի տաս դու։ Եվ դու եւ քո մնացած բոլոր թրաֆիկինգի մեջ գտնվողները։ Գնալուստները, մտավորական տարբեր մարդկանց տներ, զենք զինամթերքի խուզարկության։ Ցավում եք ուղղում։ Քննչական կոմիտեի ղեկավարին, որից մենք պաշտպանված չենք, որևէ խնդրում եմ տեղը ասեք, որտեղ է մեր պաշտպանության տեղը, մենք էլ ասենք։ Հետևաբար, պատվարժան դատարան, ես վերստին հաստատում եմ ասելով, կրկին ու վերստին, բացարձակ կասկած չունենալով, ցավոք սրտի, ես շատ եմ ուզում, որ այդպես չլինի, բայց այդպես է լինելու, հոդվածը արդեն տված է, ընթացքն էլ այդ ուղղությամբ գնում է, անկախ նրանից, թե ապացույցները ինչ ծավալ կներկայացնի, ես վստահ եմ, որ օրինակ քննչական կոմիտեի ղեկավարը գալու է այստեղ որպես վկա հանդես գա, ինչպես պահանջել է մեր պաշտպանը։ Ես վստահ եմ օրինակ, որ գլխավոր դատախազը գալու է այստեղ հանդես գա, որպես վկա, ինչպես պահանջել է մեր պաշտպանը։ Վստահ եմ։ Հակառակը կփաստեք, ներողություն կխնդրեմ, բայց չեմ կարծում պատվարժան դատարան։ Որովհետև ի սկզբանե ամենասկզբից սկսած այս գործը բացարձակ կապ չունի ոչ ահաբեկչության հետ, ոչ էլ ահաբեկիչների հետ։ Այս գործը կապ ունի մի մարդու քմաճույքի հետ, որի վախերի ու սարսափների պատճառով այսօր մենք այստեղ ենք գտնվում։ Այո, վախկոտ մարդու։ Ես դա պատճառը եղել, որ մեր երկիրը այսօրվան հասնի թե քաղաքական իմաստով զավթված իշխանությամբ, տապալած սահմանադրությամբ, բոլոր օրենքները խախտած, տասնյակներով ու հարյուրավորներով, թե կրթական, թե մնացած բոլոր ոլորտներով։ Պատվարժան դատարան, ես իմ հայտարարությունն արեցի, ասելիքներն ասեցի, մնացածը ձեր անելիք։